Գյուրջյան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Այո, այժմ կուսակցությունը 90-ականներին դիմության ճահակիրներ, ավանգարդը և խավարի սովի ցրտի տարիներին լույս էր վառել 100 հազարավոր մեր հայրենիքների սրտում։ Սակայն և այն ժամանակ, և դրանից հետո դա ժամանակահատվածում մեզանից ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ մայրաքաղաքի հանրապետության գյուղերում ու քաղաքների փողոցներում ժողովրդի համընդհանուր ծափողջությունների ներքո իշխանության եկած մեր իսկ կայունակից տերերը այսպիսի զարուհելի բռնակալ կդառնան, այսպիսի ծանր ողբերգություն կբերեն իրենց պաշտոնամոլությամբ, հնչակացությամբ, պարգևավճարներով կկեղեքեն հարազատ ժողովրդին։ Ուստի ԿՊ-ականների իշխանության այս 7 տարիները մեր պատմության մեջ կմտնի որպես սոսկալի ու սարմռեցուցիչ, ծանր ողբերգություններով լեցուն, ամմոտալի, նվաստացուցիչ, ստորացուցիչ մի դառը ու անփարունակ ժամանակահատված։ Իշխանությամբ կարող հենց առաջին օրերից իրենց վարաստխրահռչակ ներքին և արտաքին քաղաքականությամբ սեփական զրոյական կետ, ով է կասկածում ես գլխավոր հրամանատար չեմ, ծննդատների փակում, բժշկական, կրթական հիմնարկների, մշակույթի, սպորտի բնագավառներում բանիմաց մասնագետների զտում, ոստիկանապարեգա ռազմաքննչական համակարգի ուռճացում չափից ավելի, նրանց աշխատավարձերի կրկնակի բարձրացում, խեղճ գյուղացիների վզին գոյիններով կողոպուտ ու թալան, այս ամենով հանդերձ երկիրը ներքաշեցին տնտեսական ծանր ճգնաժամի մեջ, սակայն ամենակարևոր, ամենագլխավորը, որ հարազատ ժողովրդից թակում, ծածուկ, մութ ու գաղտնի խավեր տալով մեր ախոյա թշնամու հետ, մեր երկիրը ներքաշեցին 4 ողբերգական պատերազմների մեջ, արդյունքում բոլորը գիտեք, հազարավոր զոհեր, վիրավորներ, ԿՊ-ականների ոչ բռնի թավշյա հեղափոխությունը 21-րդ դարասկզբին հիմքը դրեց հայկական նոր ցեղասպանության հայաթափման, բռնեցին քոչեքոչի արտագաղթի ճանապարհը տասնյակ հազարավոր ընտանիքներ ողջ Արցախից, Քարվաճառից, Խաշաթաղից, Փերձորից, Հայաստանի սահմանամերձ մի շարք շրջաններից։ Հարյուրամյակներ ի վեր, հազարամյակներ Արցախին ոչ ոք չկարողացավ ցենքի բերել, հայաթափել, սակայն սա իր եվրոպացի աստառը փոխած պաշտոնյաների հետ Ալիևի կողմից կնված մի ստորագրությամբ հայաթափեց Արցախը։ Այո, այս 7 տարիների ընթացքում մեր եռաբլուրում, Արցախի, Հայաստանի գյուղերում ու քաղաքներում մեր սուրբ նահատակների, զոհերի շիրմաթմբերը, հուշագոտող շիրմաքարերը նրանց վրայի, դարերի, հազարամյակների հեռվից էլ կդառնան այս ժամանակահատվածում մեր ժողովրդի կրած ծանր տառապանքների, լացով, կսպիծով, ողբով, լեցուն կյանքի, անիմաստ ապրելակերպի, ոչ խոսուն համր այդ իսկական վկա ապացույցներ։ Ալիևը և Էրդողանը քաջ գիտակցում են, որ հայերը տարբերով նախկինների հանդեպ ադելության մոլոսկով սխալվել են, կորցրել են իրենց զգոնությունը, իշխանության են բերել թուրքամետ, թուրքասեր, թուրքաբարո մի քաղաքական ուժի, որը բոլորի տարի տարվա վրա զիջումներ անելով թշնամուն հաստատում է պանթուրքիզմի ծրագիրը, որը իրականացրել են 100 տարի դեռևս առաջ, այն է շարունակել հայաթափումը ցեղասպանությունը, կդրել հայի գենը հայկական բարձրավանդակում, հայկնահապետի, հայկազուների տոհմի հետ կջնջել ընդհանրապես այստեղից։ Որն է երկը, որ առաջ հայրենանվել ուժեր դերել իշխանության և Ալիևին ցուցադրել համարժեք ադամներ։ Ակամայից ես կարճ հիշեցնեմ 88 թվականը այս շարժումով ձևավորված այն հերոսական սերունդը, որը քայլ առ քայլ հաղթանակներ տանելով
փոխեց աշխարհի քաղաքական քարտեզը հարավային Կովկասում, ստեղծելով երկու անկախ հայկական պետություններ։ Շատերը զարմացած էին, շատերը հիացած, որոշ եվրոպական երկրներ, անգլոսաքսոնական, իսրայելական նախանձում էին, թե ինչպես կարողացան գերազոր սովետից հետո հայերը նման հաջողություն զարգացնել։ Ուստի մենք պետք է քաշ գիտակցենք, Հայաստանի Արցախի ժողովուրդը պետք է դառնա միատար, ապացուցի աշխարհին, որ սա Թուրքի համար ժամանակավոր է, որ Արցախ աշխարհի դարպասի բարանները շատ ծանր են, այնունակ են կրելու միայն այդ տարածքի տերերը, որի անունն է Արցախեցի հայ ժողովուրդ։ Այս ապիկարների պատճառով մեր երկրի պատմական զարգացման բնականոն ընթացքը դուրս է ժայթքել իր շավերից։ Հայրենավեր իշխանություն է պետք, որպեսզի նորուղուն մտցնի այս ընթացքի մեջ։ Մեզ այնպիսի իշխանություն է հարկավոր, որ լինի հաշվենկատ ու շրջահայաց, ունենա մտքի զգաստություն, դրսևորի մեծ կամ, քաղաքական համոզվածություն, դիվանագիտական կուլտուրա, որպեսզի կարողանա շրջանցել բազմաթիվ որակայքներ իմ հարուստ հայրենիքի մեր երկրի բարգավաճման, համընդհանուր այլ ոչ թե առանձին անհատներ կամ իշխաններ։ Մեզ այնպիսի իշխանություն է հարկավոր, որ իր թիկունքում մշտապես ունենա ոչ թե յուրայինի, բարեկամի, հարազատի, աներորդու, զուգընկերոջ, ոստիկանի, քննիչի, պարեկի, դատախազի, բերբետավորի շունչը, այլ ունենա հզոր դաշնակից։ Ով է այդ դաշնակիցը։ Դա հարկ ու ջարող շարքային քաղաքացին է, որի աշխատանքով ու արյունով մշտապես գոյատևել է մեր երկիր հայրենին։ Ուստի հայրենորվել, պատմասեր, ժողովրդասեր, միասնական կամքի տեր, մարդկանց խումբ, ինչպես ասես պարոն Մանուկյանը, ճակատ, ես տավելացնեի գերագույն ատյան է պետք, որը քշի սրբի այս իշխանությանը, երկրում բարձրացնի ամբողջ աշխարհում միաժամանակ հայի ոտքի տակ ընկած արժանապատվությունը եւ մեր հիվանդ հայրենիքի, հիվանդ ազգի հոգու անապատը կանաչեցնի, հարգանք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր կստանձնեն այդ կարևոր ազգանվեր պատմական պատասխանատվությունը։ Շնորհակալ եմ։